Տետատետ Ալեն Սիմոնյանի հետ։ Ինձ թվում է շատ լարված, սուր ու նաև մարդկային զրույց։ Սպասեք թողարկմանը։ Սա մեր նոր շարքի առաջին զրույցն է, որ նկարեցինք ՀՀ կառավարական ամրոցում։ Մհեր Բաղդասարյանի այս հրապարակումը կարճ ժամանակում ինստագրամյան հարթակում մեծ քննադատությունների առիթ դարձավ։ Մհեր Բաղդասարյանի և Ալեն Սիմոնյանի լուսանկարների մեկնաբանության դաշտում դեռ չհրապարակված հարցազրույցի մասին քննադատությունները գնալով ավելանում են։ Նշենք, որ հաղորդման պրոդյուսերը Արա Ղազարյանն է։ Մհերին և Արային հանրության միստվար զանգված մեղադրում է ճակերտավոր ծախված լինելու մեջ։ Այսպիսով նրանք անդրադարձել են թեմային հոլովակի տեսքով, որն էլ առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ուժամալ լուր հետևում եմ լուսանկարի ներքևի հատվածում մեկնաբանություններին ու կարդում ձեր նամակները, ինչ-որ տարօրինակ հիստերիա է, մի մասը շատ ուրախ է, մի մասը շատ դժգոհ է, մարդիկ ինչ-որ գրում են, որ ինչ-որ քանակությամբ մի քանի նամակ եմ ստացել, unfollow են անում, դուք ազատ եք ձեր ընտրության հարցում։ Ժողովուրդ ջան, կարող է սպասեք հարցազրույցը դիտեք, նոր կարծիք հայտնեք, ինչպես դա արել եք մշտապես։ Ազատ արտահայտել եք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Եվ առհասարակ չեմ հասկանում, թե ինչա ձեզ թվում, որ լրագրողը ինչ-որ մեկին պարտք է իր մասնագիտական աշխատանքը եւ մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Այս մեկի հետ կարող է հարցազրույց անել, մյուսի հետ ոչ։ Ինչա ձեզ թվում, որ սա 2000-ականների Dark 21 հեռուստաալիքի Օդեոն հաղորդումն է, որտեղ դուք կարող եք զանգահարել եւ պատվիրել ինչ-որ տեսահոլովակ։ Ես անում եմ հարցազրույցը մարդկանց հետ ու ուզում եմ եւ դուք էլ կարող եք դիտել։ Երեկվանից լիքը նամակներ եմ ստանում մեր Բաղդասարյանի արած հարցազրույցի հետ կապված, իսկ հարցազրույցը նա վերցրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Երևանյան շարքը մենք հաճախ ենք անում, գնում ենք Երևան, նկարահանումներ ենք անում։ Այս անգամ ես չկարողացա գնալ Երևան, որովհետև այստեղ գործեր կան լիքը, բաժանվեցինք Երևան գնաց մհերը եւ սկսեցինք Երևանյան շարքը մի փոքր ուրիշ ձևաչափով։ Որոշում ընդունվեց հրավիրել տետատետ քաղաքական ամենատարբեր ուժերի լիդերների, հայտնի անունների, եւ մենք հրավերներ ուղարկեցինք ամենատարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, նրանցից ոմանք ընդունեցին հրավերը, նրանցից ոմանք ցրեցին, նրանցից ոմանք մերժեցին։ Ալեն Սիմոնյանը այն քիչ քաղաքական հայտնի դեմքերից է, ով ընդունեց հրավերը միանգամից եւ համաձայնվեց տալ հարցազրույց։ Իդեպ հարցազրույցների շարքը Ալեն Սիմոնյանով սկսել է, բայց Ալեն Սիմոնյանով չի եզրափակվելու, մենք ունենք ապագայում էլի շատ հետաքրքիր քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, որոնք պետք է նկարվեն, բայց այս իմ ստորիները դրա մասին չի, այլ այն դժգոհությունների եւ վայնասունի մասին է եւ այն բողոքի նոտաներ հիշեցնող նամակների մասին է, որ դուք հղում եք ինձ առանձին եւ մհերին, թե ինչպես կարելի էր հարցազրույց վերցնել Ալեն Սիմոնյանից։ Ժողովուրդ, ես ինքս չեմ կիսում այդ քաղաքական ուժի որևէ որոշում եւ առաջին օրվանից նրանց ամենավառ քննադատողներից մեկն եմ։ Իսկ ով է ասել, որ լրագրողը պետք է հարցազրույց չվերցնի այն մարդուց, ում քաղաքական հայացքները չի կիսում կամ կիսում է։ Ու երբ դուք ուլտիմատումներով եք խոսում, դուք որևէ կերպ չեք տարբերվում այն քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներից, որոնցից մի օր շուտ ուզում եք հրաժարվել։ Այսինքն իմ համար նոնսենս է, ես չէր պատկերացնում, որ նման ռեակցիա կլինի շատ ու շատ մեր հետևորդների կողմից։ Ես առաջին օրվանից չեմ կիսել այս քաղաքական ուժի հայացքները, բայց ես եւս իմ հեղինակային հաղորդման շրջանակներում, երբ Ալեն Սիմոնյանը դեռ ազգային ժողովի փոխխոսնակ էր, հրավիրել Լոս Անջելեսում բացառա հաղորդաշարին հյուր։ Իսկ ով է ասում, որ առանձին վերցրած կարծիքներին պետք է մենք զոհ գնանք եւ ձեր պատվերով անենք հաղորդումներ։ Մենք երբեք պատվերով հաղորդումներ չենք արել, փողով հաղորդումներ չենք արել, եւ սա երաշտական փոստարկղը չի, ժողովուրդ, որ դուք զանգահարեք եւ պատվիրեք առանձին երգեր, մենք էլ այդ երգերը պտտենք, դες ուրախացնենք։ Եվ ամենաշատը ինձ սպանում է, դուք էլ ծախվեցիք այդ գրառումները։ Ուրեմն մինչև այսօր ես ծախված էի նախկիններին, այսինքն
արդեն չեմ էլ հակադարձնում, որովհետև բոլորը ավելի քան վստահ են, որ ես նախկինների հետ, չնայած նախկիններից եւ ոչ մեկին չեմ ճանաչել, մոտիկից չեմ էլ տեսել, օրինակ Ալեն Սիմոնյանի հետ մոտիկից շփվել ենք եւ ճանաչում եմ նախկիններից որևէ մեկի հետ նման առիթ չեմ ունեցել շփվելու, բայց այնուամենայնիվ մինչև այսօր ինձ մեղադրում էին նախկինների հետ ինչ որ կապեր ունենալու համար։ Հիմա այսօրվանից պատտվեց սկավառակը եւ փաստորեն մենք այս իշխանության ջրաղացին ջուր լցնողներ դարձանք, թե ինչպես, ես չգիտեմ։ Իսկ միգուցե նայեք հարցազրույցը, հետո դատեք։ Միգուցե գիրքը կարդաք եւ գրքի կազմով չդատեք, ինչպես միշտ։ 5 տարուց ավել մենք անում ենք YouTube-յան հաղորդումներ եւ երբևիցե փողով հյուր չենք ունեցել։ Մենք երբեք չենք փորձել ինչ որ մեկի հետ հարմարվել։ Օծի լեզվի թեմաները մենք երբևիցե չենք համաձայնեցրել որևէ քաղաքական ուժի հետ եւ չենք ուզել կամ չենք փորձել հաճոյանալ որևէ քաղաքական ուժի։ Մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածում ենք։ Ես իմ կարծիքները, Մհերը իր կարծիքները, երբեմն դրանք եղել են իրարամերժ, ինչով էլ եւ հաղորդումը դարձել է շատ ավելի հետաքրքիր։ Տետատետում Մհերը հյուրահրավիրել այն մարդկանց, ում հետ ունեցել է հարցազրույց անելու ցանկություն։ Այնպես որ սահմանափակումներ մի մտցրեք եւ մի փորձեք միջամտել մեր մասնագիտական գործունեությանը եւ որ ամենակարևորը յառլիկներ մի կպցրեք։ Ես գիտեմ, որ դա ամենալավը ստացվում է մեր հայերի մոտ, բայց մի արեք։ Ավարտել ենք հարցազրույցը ու ասեմ, որ շատ լարված եւ շատ սուր ու նաեւ շատ մարդկային զրույց է ստացվել։ Քաղաքականության մասին քիչ ենք խոսել, բայց կան հատվածներ նաեւ քաղաքականության մասին։ Իդեպ քաղաքական բոլոր ուժերից առաջնորդների ու մեդիա ճանաչելի մարդկանց հրավիրել ենք հյուր։ Ոմանք ընդունել են, շատ էքսկլյուզիվներ է դեռ սպասվում, եւս մեկը նկարում ենք հաջորդ շաբաթ, ոմանք դեռ չեն պատասխանել, բոլորին հնարավորություն ենք տալու խոսելու եւ ընդհանրապես քաղաքականության մասին չի զրույցը։ Մի խոսքով, ինձ թվում է, որ շատ դիտարժան շարք է մեզ սպասվում, համբերեք ու սպասեք թողարկմանը, ինձ թվում է շատ բան կհասկանաք, ես շատ գոհ եմ այսօրվա արած հարցազրույցից։ Մենք Հայաստանի Հանրապետության կառավարական համառանոցում ենք ու այսօր նկարում ենք բացառիկ հարցազրույց ու առհասարակ սկսում ենք բացառիկ զրույցների շարք։ Այսօր տեղադրելու եմ backstage-ից մի քանի մանրամասներ եւ շաբաթ օրը արդեն կարող եք դիտել առաջին թողարկումը այդ բացառիկների։ Մեր նկարահանող խումբը արդեն այստեղ է, պատրաստվում ենք, քիչ անց ես էլ կսկսեմ պատրաստվել ու ավելի ուշ հարցազրույցն է։